Այսօր Հայաստանում ամենաքննարկված թեմաներից մեկն էր ԱՄՆ միջազգային հանրապետական ինստիտուտի հրապարակած սոցհարցման տվյալը, համաձայն որի քաղաքացիական պայմանագիր կառավարող կուսակցությունը վարկանիշային առաջատարն է 29%, երկրորդը Սամվել Կարապետյանի առաջնորդած Ուժեղ Հայաստանն է 11% եւ երրորդը Ռոբերտ Քոչարյանի Հայաստան դաշինքը 4%։ Մնացյալ քաղաքական ուժերը գտնվում են ավելի ցածր վարկանիշային տիրույթում 1-ից 2%։ Որքանով է այս պատկերը ճշգրիտ եւ որքանով այն կարող է իսկապես համապատասխանել այն հասարակական տրամադրություններին եւ մոտեցումներին, որ առկա են Հայաստանում։ Սա իհարկե բավականին հարաբերական հարց է եւ այստեղ կարծիքները բաժանվում են նաեւ հաճախ ըստ քաղաքական համակրանքի կամ հակակրանքի։ Մենք տեսանք, որ այսօր իշխանական ամբողջ ճամբարը եւ քարոզչությունը այս սոցհարցումը ներկայացնում էր հնարավորինս լայն, քանի որ այն պարունակում էր իրենց համար ականջահաճո բովանդակություն եւ բնականաբար իրենք փորձում էին այդ բովանդակությամբ ծանրացնել նաեւ հանրային ականջները։ Իհարկե այստեղ կա ակնհայտորեն քաղաքական տեխնոլոգիայի տար, այսինքն փորձել այդ կերպ նաեւ հոգեբանական ազդեցության ենթարկել հասարակական տրամադրությունները, անգամ եթե դրանք իրենց օգտին չեն, եւ միևնույն ժամանակ նաեւ հոգեբանական որոշակի ճնշում գործադրեն քաղաքական մրցակիցների կամ հակառակորդների վրա։ Այստեղ իհարկե մենք գործ ունենք քաղաքական պայքարի, այսպես ասենք, դասական տրամաբանության հետ, որ կիրառում են քաղաքական ուժերը։ Խնդիրը հետեւյալն է. որքանով հասարակությունը կարող է այսօր վստահել սոցիոլոգիային որպես գործիք, որն արտացոլում է հանրային տրամադրություններ եւ ոչ թե քաղաքական կոնյունկտուրա։ Առավել եւս, երբ գործ ունենք միջազգային կազմակերպության հետ, երբ թվում է, թե այդ միջազգային բաղադրիչը մի կողմից հեղինակության եւ վստահելիության ցուցիչ է, մյուս կողմից, երբ մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում այսօր միջազգային հարաբերություններում, ապա այստեղ առաջանում են արդեն բոլորովին այլ պատկերացումներ եւ եզրահանգումներ։ Եթե փլուզվել են եւ գործնականում որևէ կերպ իրենց ֆունկցիայով չեն աշխատում միջազգային միջպետական կառույցները, եթե անգամ մեդիա դաշտը գործնականում ամբողջապես բաժանված է ըստ քաղաքական նպատակահարմարությունների եւ կոնյունկտուրայի, արդյոք կարող են իսկապես անաչառ սոցիոլոգիայի տրամաբանությամբ գործել ոչ կառավարական մեխանիզմները, որոնք սակայն զգալիորեն սնուցվում են կառավարական ֆինանսներով եւ ասոցացվում կառավարական շրջանակների հետ։ Տվյալ պարագայում, եթե խոսում ենք ԱՄՆ միջազգային հանրապետական ինստիտուտի հետ, ապա շատ թե քիչ ցանկացած իրազեկ մարդու համար պարզ է, որ այս կազմակերպությունն ասոցացվում է Միացյալ Նահանգների երկու հիմնական կուսակցություններից մեկի հանրապետականի հետ եւ նաեւ այս կազմակերպության ֆինանսավորման աղբյուրներից են պետական կառույցները, պետական կազմակերպությունները, պետական դրամաշնորհները։ Եվ ներկայումս էլ գիտենք, որ Միացյալ Նահանգներում կառավարող մեծամասնությունը դա հանրապետական կուսակցությունն է։ Կրկնեմ, դե յուրե իհարկե այս կազմակերպությունը ոչ կառավարական կազմակերպություն է, բայց դե ֆակտո ցանկացած իրազեկի համար պարզ է, որ այն դե ֆակտո ասոցացվում է հանրապետական կուսակցության հետ։ Հետևաբար գուցե ռետորական հարց է հնչում. կարող է արդյոք դե ֆակտո հանրապետական կուսակցության հետ ասոցացվող եւ ըստ էության այսօր իշխող հանրապետական կուսակցության հետ ասոցացվող կազմակերպությունը ներկայացնել որևէ պատկեր, որը կարող է դուրս լինել հանրապետական կուսակցության քաղաքական նարատիվներից եւ պատկերացումներից։ Կրկնեմ, այս հարցը գուցե ռետորական է, սակայն այսօր համաշխարհային հարաբերությունների տրամաբանությունը դիտարկելիս եւ այդ հարաբերություններում հատկապես Միացյալ Նահանգների հանրապետական վարչակազմի վարքագիծը դիտարկելիս մեղմ ասած կասկածելի է թվում, թե դե ֆակտո այդ տրամաբանությանը ենթակա, այդ տրամաբանությանը այդ շրջանակներին ասոցացվող կազմակերպությունը կարող է գործել այդ տրամաբանությունից եւ այդ շրջանակից դուրս։ Իսկ թե ինչպիսին է պատկերացումը այդ շրջանակում, բարձրաձայնել է Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Վենսը արդեն պաշտոնական մակարդակում փետրվարի սկզբին, երբ այց էր կատարել Հայաստան եւ Ադրբեջան, եւ շատ հստակ բարձրաձայնել է, որ Միացյալ Նահանգների ներկայիս վարչակազմը աջակցում է Նիկոլ Փաշինյանին եւ ակնկալում Փաշինյանի վերընտրությունը, հիշեցնեմ, խաղաղության հաջորդ փուլի համար անհրաժեշտ քայլեր կատարելու նկատառումով։
Սա, ինչպես ես առիթ եմ ունեցել ասելու, Վենսի հայաստանյան այցի թերևս առանցքային հայտարարությունն էր, ուշադրության արժանի առանցքային խոսքը։ Եվ այս տրամաբանության համատեքստում թերևս բոլորովին զարմանալի չէ, որ Միացյալ Նահանգների միջազգային հանրապետական ինստիտուտ դե յուրե ոչ կառավարական, իսկ դե ֆակտո հանրապետական շրջանակներին ասոցացվող կազմակերպությունը Հայաստանում ներկայացնում է ահա քաղաքական ուժերի այսպիսի սոցիոլոգիական պատկեր և վարկանիշ։ Այն, ինչպես տեսնում ենք, գործնականում ամբողջապես համապատասխանում է Միացյալ Նահանգների պաշտոնապես բարձրաձայնած պատկերացումներին և թերևս միտված է նաև սպասարկել որոշակի իմաստով, սպասարկել այդ պատկերացումները, ավելին գուցե հող ստեղծել այդ պատկերացումների առաջմղման համար հանրային տրամադրությունների իմաստով։ Այս տեսանկյունից կարծես թե ամեն ինչ շատ պարզ է, բայց նաև գուցե արժե իրավիճակը դիտարկել մեկ այլ կողմից, գուցե հակառակ կողմից։ Իսկ արդյոք այս սոցհարցման տվյալը, որ հրապարակվել է, ինքնին ճնշում չէ Նիկոլ Փաշինյանի վրա։ Առաջին հայացքից սա կարող է հնչել տարօրինակ հարց, որովհետև թվում է, թե եթե ճնշում է, ապա ինչու է իշխանությունը լայնորեն տարածում այս սոցիոլոգիական հարցումը։ Գործնականում, սակայն, մենք խոսել ենք այդ մասին, քաղաքականությունը ամենևին միշտ չէ, որ այսպես միարժեք և առերևույթ ծավալվող գործընթացների արտացոլում է։ Շատ հաճախ առերևույթ ծավալվող գործընթացների ներքո քողարկված կամ թաքնված են շատ ավելի էական և առարկայական տրամաբանություն ունեցող հանգամանքները։ Հնարավոր է արդյոք, որ Միացյալ Նահանգների մոտ կան կասկածներ, որ Նիկոլ Փաշինյանը կարող է որոշակի հղում անել իր սոցիոլոգիական վարկանիշի ցածրությանը կամ իր խնդիրներին և փորձել այդ կերպ մանևրել կամ խուսանավել շատ կարևոր քաղաքական և աշխարհաքաղաքական նշանակությամբ հարցերում, օրինակ հենց հարցերի, որոնք վերաբերում են այդ Ջեյ Դիվենսի մատնանշած խաղաղության հաջորդ փուլին, կամ գուցե վերաբերում են հենց այս փուլին, որը արդեն անմիջականորեն կարող է առնչվել Իրանի դեմ ծավալվող գործընթացներին և վերաբերել նաև այդ գործընթացներում Կովկասի ընդգրկմանը կամ ներառմանը։ Համենայն դեպս մենք նախօրեին տեսանք, որ այդ սցենարը կամ տրամադրությունները գտնվում են Իրանի դեմ պատերազմող պայմանական, ասենք, միջազգային կոալիցիայի սցենարների շրջանակում, ինչով էլ թերևս կարող ենք բացատրել կամ դիտարկել իրանյան այդ անօդաչուի պատմությունը Նախիջևանում, որը իրանյան է գուցե ճակերտավոր իմաստով։ Եվ այստեղ մի հատկանշական դրվագ էր նաև այն, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարը կապվեց Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ, ինչ են խոսել գործնականում շատ դժվար է ասել, բայց Երևանի այս գործողությունը վկայում է, որ կան մտահոգություններ, և դրա վկայություններից մեկն էլ նաև Անվտանգության խորհրդի նիստի անցկացումը, և այս համատեքստում դարձյալ արդիական է դառնում հարցը. արդյոք պրոցեսները ենթադրում են հենց ընթացիկ փուլում որևէ ճնշում Երևանի վրա, որի հանդեպ Նիկոլ Փաշինյանը կարող է փորձել մանևրել սոցիոլոգիական վարկանիշի բարդություններին հղում անելով։ Համենայն դեպս կարծում եմ ԱՄՆ Միջազգային հանրապետական ինստիտուտի սոցհարցման այս հանրայնացումը արժե դիտարկել նաև այս տեսանկյունից։ Իսկ այն, որ Փաշինյանը այդուհանդերձ գտնվում է որոշակի ճնշման ներքո, դրա մասին է վկայում նաև այն, որ նա մեղմ ասած շատ պասիվ կերպով է արձագանքում Իրանի ողբերգական իրադարձություններին և փաստացի պաշտոնական Երևանը որևէ մակարդակով, որևէ շոշափելի մակարդակով չի արձագանքել Իրանի դեսպանատանը բացված Սգո Մատյանին և չի եղել վարչապետի այց, չի եղել նախագահի այց, հարց է առաջանում ինչն է սրա պատճառը, եթե ոչ այն մտավախությունը, որ այդ հանգամանքը կարող է ոչ բարյացակամորեն ընդունվել որևէ այլ տեղ, իսկ որը կարող է լինել այդ որևէ այլ տեղը, եթե փորձենք հնարավորինս մեղմ ձևակերպել կամ բնորոշել իրավիճակը։ Այսպիսով, արդյոք Միացյալ Նահանգները փափուկ ուժի այս դրսևորմամբ փորձում է փակել Նիկոլ Փաշինյանի հնարավոր մանևրի ճանապարհը այս շրջափուլում, հատկապես Իրանի շուրջ ներկայիս զարգացումների համատեքստում։